Երբ մտածում եք Անտարկտիդայի մասին, ինչ է ձեր մտքում գալիս։ Անվերջ սպիտակ անապատ, պինգվիններ, թե պարզապես շատ ու շատ սառույց։ Մենք սովոր ենք այս մայրցամաքի մասին մտածել որպես ժամանակի մեջ սառած մեռած հողի, որտեղ միլիոնավոր տարիներ շարունակ ոչինչ չի եղել։ Բայց սա մարդկության պատմության ամենամեծ սխալ պատկերացումն է։ Իրականում Անտարկտիդան հսկա չերկիզվող պահարան է, եւ հենց հիմա այդ պահարանը սկսում է բացվել։ Արփանյակային պատկերներ, որոնք տային սագ են տալիս ձայներ խորքից, որոնք չեն կարող բացատրվել քամու միջոցով լեռներ, որոնք չպետք է գոյություն ունենային եւ ջրվեժներ, որոնք նման են սարսափ ֆիլմի։ Բայց ամենավատ բանը թաքնված է ոչ թե մակերեսի վրա, այլ խորքում։ Վերջերս հետազոտողները լուսանկարում նկատել են տարօրինակ կառուցված 2 կիլոմետր չափերով կատարյալ հարթ քառակուսի։ Բնությունն այս մեծության ուղիղ անկյուններ չի ստեղծում։ Այն նման է մուտքի կամ դիտահորի կափարիչի, որը թաքցնում է մի բան, որին մենք դեռ պատրաստ չենք։ Այսօր մենք ճանապարհորդելու ենք դեպի երկրի ծայրերը։ Մենք կանդրադառնանք Սառցե մայրցամաքի ամենաանհավանական գտածոներից 6-ին։ Կպարզենք, թե ինչու են սառցադաշտերը արյունահոսում, ով է ճչում ձյան կիլոմետրանոց շերտի տակից։ Եվ վերջապես եկեք բացահայտենք այդ նույն հսկա կառույցի առեղծվածը, որը դուք տեսաք շապիկի վրա։ Եկեք հետ գնանք ժամանակը։ 1911 թ. Մեծ հայտնագործությունների եւ խելահեղ կտրիչների դարաշրջան։ Ավստրալիացի երկրաբան Գրիֆիթը ճանապարհ է անցնում արևելյան Անտարկտիդայում ձնափքի միջով։ Շուրջը միայն շլացուցիչ սպիտակությունն է։ Երկինքը ձուլվում է երկրին, ցուրտը թափանցում է միջև ոսկորները, եւ հանկարծ նա կանգ է առնում։ Թեյլորը չի հավատում իր աչքերին։ Կացարյալ սպիտակ սառցադաշտի ֆոնի վրա նա տեսնում է մի կետ, որը բոլորովին օտար է թվում։ Դա քար կամ ստվեր չէ։ Սառցե քարի ճեղքից թանձր մուգ կարմիր հեղուկ է արտահոսում։ Այն դանդաղ սահում է ներքև ամեն ինչ վերածելով բոսորագույնի։ Տեսարանն այնքան սարսափելի էր, որ առաջին բևեռախույզներն այս վայրը անվանեցին արյունոտ ջրվեժ։ Պատկերացրեք նրանց զգացմունքները։ Դուք քաղաքակրթությունից 1000 կիլոմետր հեռավորության վրա եք, աշխարհի ծայրին եւ տեսնում եք, թե ինչպես է սառցադաշտը բառացիորեն արյունահոսում։ Այն նման էր մոլորակային հանցագործության տեսարանի կամ նման էր հսկա կենտանի արարածի վերքին, որը քնած էր սառույցի տակ։ Հայտնաբերման լուրն ակնթարթորեն տարածվեց նույնիսկ առանց ինտերնետի։ Մարդիկ սարսափած էին։ Հենց առաջին տեսությունը պարզ էր, բայց վախեցնող։ Դա իսկապես կենսաբանական հեղուկ է։ Թերևս անհայտ ծովային կենդանիների արյունը, որոնք ջախջախվել են տեկտոնական թիթեղների շարժման հետևանքով կամ ինչ-որ հնագույն ճակատամարտի հետքեր։ Ժամանակի գիտնականները փորձում էին հանգստացնել հանրությանը։ Նրանք ենթադրեցին, որ դա կարմիր ջրի մուռ է։ Գիտեք, կան միկրոօրգանիզմներ, որոնք ծաղկում են ջրի մեջ եւ երանգավորում։ Դա տրամաբանական էր հնչում։ Մեկ դար նրանք գրեթե մոռանում էին ջրվեժի մասին, ամեն ինչ վերագրելով բուսական աշխարհի տարօրինակություններին։ Բայց այս տեսությունը սխալ էր։ Անցել է 100 տարի։ 2003 թվականին գիտնականները նոր սարքավորումներով վերադարձան արյունոտ ջրվեժ։ Նրանք նմուշներ են վերցրել այս կարմիր հեղուկից։ Եվ այն, ինչ նրանք տեսան մանրադիտակի տակ, ստիպեց նրանց վերանայել այն ամենը, ինչ մենք գիտենք երկրի վրա կյանքի մասին։ Այնտեղ ջրի մուռ չկար։ Գաղտնիքը շատ ավելի ֆանտաստիկ է ստացվել։ Պարզվել է, որ 400 մետր խորության վրա Թեյլոր սառցադաշտի տակ հսկայական աղի լիճ է թաքնված։ Այն կտրվել է մնացած աշխարհից ուշադրությունից 1.5 միլիոն տարի առաջ։ Դեռ նախքան հին մարդիկ սովոր էին կրակել, այս լիճը ծածկված էր սառցե գմբեթով։ Այնտեղ ջուրը 3 անգամ ավելի աղի է, քան օվկիանոսը, ուստի այն չի սառչում նույնիսկ 0-ից ցածր ջերմաստիճանում։ Բայց ինչու է այն կարմիր։ Ամեն ինչ ապարատային է։ Այս ստորգետնյա լճի ջուրը աներևակայելի հարուստ է երկաթով։ Երբ այն վերջապես գտնում է իր ճանապարհը սառույցի ճեղքերի միջով եւ շփվում օդի հետ, տեղի է ունենում ակնթարթային քիմիական ռեակցիա։ Երկաթը օքսիդանում է։ Պարզ ասած, ժանգոտում է։ Այսինքն այս սարսափելի հոսքը ըստ էության հեղուկ ժանգ է, որը փախչում է ժամանակի պարկուճից։ Բայց սպասեք, դա զվարճալի մասը չէ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ բակտերիաները ապրում են այս ջրում բացարձակ մթության մեջ առանց թթվածնի եւ արևի լույսի։ Նրանք այնտեղ գոյատևել են միլիոնավոր տարիներ մշակելով սուլֆատներ եւ երկաթ։ Այս հայտնագործությունը հեղափոխություն արեց աստղակենսաբանության մեջ։ Եթե կյանքը կարողանար գոյատևել երկրի վրա նման դժոխքում, փակված աղի խավարի մեջ, ապա այն կարող էր գոյություն ունենալ Եվրոպայի օվկիանոսներում, Յուպիտերի արփանյակում կամ Էնցելադուսում։ Bloody Falls-ն այլև զբոսաշրջիկների համար պարզապես վաղ չէ։ Նա դարձավ ապացույց, որ կյանքը շատ ավելի դիմացկուն է եւ հնարամիտ, քան մենք կարծում էինք։ Բայց եթե կարծում եք, որ կարմիր ջուրը ամենատարօրինակ բանն է, որ թաքցնում է Անտարկտիդան, ապա խորապես սխալվում եք։ Մեր տակ կան ոչ միայն թաքնված լճեր, այլև ամբողջ լեռնաշտաներ, որոնք երբևէ ոչ ոք չի տեսել։ Եկեք պատկերացնենք աշխարհի քարտեզը։ Մենք գիտենք մեր մոլորակի բոլոր անկյունները, այնպես չէ։ Էվերեստ, Ալպեր, Անդեր, այս ամենը քարտեզների վրա դրվել է հարյուրավոր տարիներ առաջ։ Մենք սովոր ենք մտածել, որ երկրի վրա մի ամբողջ լեռնային համակարգ թաքցնելն ուղղակի անհնար է։
Լեռը խոտի դեզում ասեղ չէ, դա երևում է հեռվից։ Սակայն 1958 թվականին Խորհրդային Անտարկտիկայի արշավախումբը մի բացահայտում արեց, որը շփոթեցրեց երկրաբաններին։ Հետազոտողների խումբի կենտրոնով կատարելով սեյսմիկ չափումներ եւ այնտեղ մակերեսը կարծես բացարձակ հարթ անվերջ սառցե սարահարթ լինի։ Ձանձրալի հարթ հարթավայր, որը ձգվում է հորիզոնից այն կողմ։ Այնուամենայնիվ սարքերը սկսեցին խենթանալ։ Սենսորները ցույց են տվել, որ հետազոտողների ոտքերի տակ 4 կմ սառույցի տակ ինչ-որ հսկա բան կա։ Սրանք բլուրներ չէին, սա եվրոպական ալպերի չափ հսկա լեռնաշխթա էր։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք հարթ դաշտի վրա եւ գործիքները ձեզ ասում են, որ ձեզանից 3000 մետր բարձրությամբ սար կա։ Այս լեռները կոչվում էին Գամբուրցևի լեռներ եւ դրանց գոյությունը խախտում էր երկրաբանության բոլոր օրենքները։ Փաստն այն է, որ Անտարկտիդան շատ հնագույն հարթակ է։ Այստեղի լեռները պետք է ավերված լինեին եւ փոշու վերածված լինեն հարյուրավոր միլիոնավոր տարիներ առաջ քամիների եւ ջրի պատճառով։ Եվ այս գագաթները ռադարի վրա սուր, երիտասարդ եւ համարձակ տեսք ունեին։ Ինչպես կարող էին գոյատևել։ Հարկ է, միանգամից տեսություններ առաջացան։ Ինտերնետային համայնքները, երբ դրանք հայտնվեցին ավելի ուշ եւ միստիկայի սիրահարները սկսեցին շահարկել։ Իսկ եթե սրանք սարեր չեն։ Իսկ եթե սառույցի տակ թաքնված լինի հսկա արհեստական գմբեթը, հին քաղաքակրթության լեռները, որոնք թաքնված են տեսադաշտից։ Կամ այդ նույն ատլանտացիների բազան, ովքեր գնացին սառույցի տակ, երբ կլիման փոխվեց։ Ռադարային գրաֆիկների ուղիղ գծերը սնունդ էին տալիս ամենադաժան ֆանտազիաներին։ Ինչ-որ մեկը խոսեց սնամեջ երկրի մասին։ Իբր այս լեռները ներաշխարհի անհարթությունն են, իսկ սառույցը ընդամենը բարակ պատյան է։ Դա անհեթեթություն է թվում, բայց գիտնականներն իսկապես երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր։ Առեղծվածը բացահայտվեց միայն 21-րդ դարում, երբ միջազգային թիմը սկանավորեց տարածքը թափանցող ռադարներով եւ գրավիտացիոն դետեկտորներով հագեցած ինքնաթիռներով։ Պարզվեց, որ Գամբուրցևի լեռները եզակի թանգարանից ցուցանմուշ են։ Նրանք ձևավորվել են մոտ 1 միլիարդ տարի առաջ, հետո նորից բարձրացել են 200 միլիոն տարի առաջ Գոնդվանա գերմայրցամաքի տրոհման ժամանակ։ Բայց ամենակարևորը տեղի է ունեցել մոտ 34 միլիոն տարի առաջ։ Անտարկտիդան սկսեց սառչել։ Սառույցը չի ոչնչացրել այս լեռները, ինչպես սովորաբար անում է էրոզիան, այն փրկել է նրանց։ Հսկայական սառույցը ծածկել է դրանք պաշտպանիչ վերմակի պես եւ բառացիորեն պահպանել դրանք։ Գամբուրցևի լեռները անցյալի ուրվականներ են։ Նրանք նույն տեսքն ունեն, ինչ միլիոնավոր տարիներ առաջ, քանի որ սառույցը կանգնեցրեց ժամանակը։ Սա երկրի վրա միակ վայրն է, որտեղ մենք կարող ենք տեսնել անարատ անձեռնմխելի անձրևից եւ քամուց։ Ուրեմն միստիկա չկա։ Դե ինչպես ասել։ Հենց այն փաստը, որ մեր ոտքերի տակ մի ամբողջ աշխարհ կա, ձորերով, գագաթներով ու կիրճերով, որտեղ ոչ մի մարդ երբեք ոտք չի դրել, արդեն դող է առաջացնում։ Բայց եթե լեռները լռում են, ապա Անտարկտիդայի հաջորդ առեղծվածը ընդհակառակը ձայներ է հանում։ Եվ այս ձայները կարող են ձեզ խենթացնել։ Պատկերացրեք, որ դուք նստած եք լիակատար լռության մեջ սառցե անապատի մեջտեղում։ Քամի չկա, տեխնիկան անջատված է, բայց լսվում է ցածր թրթռացող բզզոց։ Թվում է, թե այն գալիս է ընդհատակից, թափանցում է մարմին եւ առաջացնում է անբացատրելի անհանգստության զգացում։ Սա սարսափ ֆիլմի տեսարան չէ, սա Ռոս սառցադաշտի իրականությունն է։ Ռոս այս շելֆը աշխարհի ամենամեծ լողացող սառցաբեկորն է։ Նրա տարածքը համեմատելի է Ֆրանսիայի հետ։ Սա սառույցի հսկայական զանգված է, որը դանդաղորեն սահում է դեպի օվկիանոս։ Մի քանի տարի առաջ գիտնականները դրա մակերեսին տեղադրեցին 34 սեյսմիկ սենսորներ։ Նրանց նպատակը պարզ էր հետևել, թե ինչպես է սառցադաշտն արձագանքում կլիմայի փոփոխությանը, հալվում է թե աճում։ Բայց երբ նրանք լսեցին ձայնագրությունները, սենսորներից ցնցվեցին։ Սառցադաշտը երգեց։ Սենսորները հայտնաբերել են շարունակական սեյսմիկ աղմուկ։ Եթե դուք արագացնեք այս ձայնագրությունը 1200 անգամ, որպեսզի մարդու ականջը կարողանա այն ընկալել, ապա կստանաք ձայն, որը նման է Ապոկալիպսիսի սաունդթրեքին։ Դա ոռնացող հառաչող դղություն է, որը փոխում է ձայնը։ Այս ձայնը իսկապես հասնում է ձեր ոսկորներին։ Բնականաբար, երբ այս ձայնագրությունները հայտնվեցին համացանցում, սկսվեց քաոսը։ Մարդիկ գրել են. «Սա կոչ է Տուլհույն»։ Սրանք սառույցի մեջ սառած հսկա նավի Ուֆոլոգները հիշում էին բոլոր այն տեսությունները, որ Անտարկտիդան ստորջրյա չթողների հիմքն է, քանի որ ձայնը գալիս էր խորքից եւ չափազանց ռիթմիկ էր սառույցի պարզ ճեղքման համար։ Նույնիսկ տեսություն կար, որ դրանք ձայնային զենքի գաղտնի փորձարկումներ են, կամ որ կառավարությունը ստորգետնյա թունելներ է կառուցում, աշխարհի վերջի դեպքում էլիտան տարանելու համար։ Այն համոզիչ էր թվում, հատկապես հաշվի առնելով, թե որքան քիչ գիտենք, թե ինչ է տեղի ունենում բևեռային բազաներում։ Բայց լուծումն անսպասելի բանաստեղծական է ստացվել։ Պարզվել է, որ Ռոս սառցադաշտն աշխատում է հսկա բնական ֆլեյտայի կամ արգանի նման։ Սառցադաշտի մակերեսը կատարյալ հարթ չէ, պատված է ձյունաբլուրներով եւ սաստրուկներով։ Անտարկտիդայում անընդհատ փչող քամին անցնում է եւ առաջացնում սառցե զանգծե թրթռում։
Սա նույն սկզբունքն է, ինչ երբ դու փչում ես դատարկ շշի վզին եւ այն սկսում է բզզալ։ Միայն այստեղ շիշը Ֆրանսիայի չափ է։ Ամենազարմանալին այն է, որ այս երգի բանալին փոխվում է եղանակից։ Երբ ջերմաստիճանը իջնում է, ձյունը դառնում է ավելի կոշտ եւ սառցադաշտը երգում է ավելի բարձր նոտաներով։ Երբ այն տաքանում է եւ վերին շերտը հալեցնում է, ձայնը դառնում է ավելի ցածր եւ խուլ։ Պարզվում է, որ այս սարսափելի բզզոցն ինքնին կլիմայի ձայնն է։ Սառցադաշտը մեզ պատմում է իր վիճակի մասին իրական ժամանակում։ Եթե երգը շատ կտրուկ փոխվում է, սառույցը սկսում է կոտրվել։ Այսպիսով երևի սա հրեշների կանչ չէ, այլ մեր մոլորակի օգնության աղաղակը։ Բայց եթե ձայնը կարելի է բացատրել քամու միջոցով, ապա հետևյալ պատմությունը շփոթեցնելու է նույնիսկ ամենաթերահավատ գիտնականներին։ Քանի որ նա կապված է մի վայրի հետ, որը մեկուսացված է եղել երկրից ավելի երկար, քան մարդկությունը գոյություն է ունեցել։ Եվ երբ մենք որոշեցինք հորատել այնտեղ, շատերն ի սկզբանե լրջենում էին աշխարհի վերջից։ Բարի գալուստ Ոստոկ կայարան։ Սա երկրի ամենացուրտ տեղն է։ Հենց այստեղ ջերմաստիճանը գրանցվել է -89 աստիճան Ցելսիուսի մակարդակում։ Այստեղ այնքան ցուրտ է, որ եթե եռման ջուրն է տեսոտ, այն անմիջապես կվերածվի սառույցի փոշու։ Բայց ամենահետաքրքիրը ոչ թե կայարանում է, այլ դրա տակ։ Դեռ 70-ականներին գիտնականները կասկածում էին, որ սառույցի 4-րդ հաղանթի տակ ջուր կա։ Հեղուկ ջուր, Բայկալի կամ Լագայի չափ հսկայական լիճ։ Այն կոչվում է Ոստոկ լիճ։ Պատկերացրեք մի հսկա ջրային մարմին, որը լիովին մեկուսացված է եղել երկրի մթնոլորտից առնվազն 15 միլիոն տարի։ Սա իրական ժամանակի պարկուճ է։ Այն ամենը, ինչ ընկել է այս լիճը միլիոնավոր տարիներ առաջ, մնում է այնտեղ ընդմիշտ։ Եվ գիտնականները որոշեցին հասնել այնտեղ։ Պատմության մեջ թերևս ամենաբարդ հորատման գործողությունը սկսվել է։ Տարիներ շարունակ փորել են դանդաղ մետր առ մետր, կրծելով հնագույն սառույցը։ Բայց երբ ջրի մակերեսին մնացել է ընդամենը 100 մետր, հորատումը կտրուկ դադարեցվել է։ Համաշխարհային հանրությունը խուճապի մեջ էր։ Ինչու՞։ Վախի պատճառով։ Վախը երկակի էր։ Նախ մենք վախենում էինք լիճը աղտոտել մեր ժամանակակից բակտերիաներով։ Բայց կար երկրորդ վախը, որի մասին խոսվում էր շշուկով։ Իսկ եթե լճում ինչ-որ բան ապրի, որին մենք ավելի լավ է չդիպչենք։ Ինչ-որ բան, որը զարգացել է լիակատար մեկուսացման մեջ միլիոնավոր տարիների ընթացքում։ Իսկ եթե մենք ազատենք հին վիրուս կամ բակտերիաներ, որոնց նկատմամբ մենք անձեռնմխելիություն չունենք։ Այն հնչում էր որպես The Thing ֆիլմի սյուժեն, կատարյալ բապմաններ մղձավանջի համար։ Դավադրության տեսաբաններն էլ ավելի հեռուն են գնաց։ Նրանք պնդում էին, որ Ոստոկ լիճն այդքան տաք է ոչ թե երկրաջերմային ակտիվության պատճառով, այլ այն պատճառով, որ հատակում այլմոլորակայինների բազա կա։ Իբր գերմանացիները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնտեղ փնտրում էին ագարթա մուտք։ Համացանցը լի էր լուրերով, որ հորատողները տարօրինակ ձայներ են լսում եւ սառույցի տակ փայլ տեսնում։ Բայց գիտությունը ինչպես միշտ պարզվեց, որ ավելի հետաքրքիր է, քան գիտաֆանտաստիկ։ Տարիներ շարունակ հատուկ տեխնոլոգիաներ մշակելուց հետո 2012 թվականին ռուս գիտնականները վերջապես հասան ջրին։ Նրանք նմուշներ են վերցրել ու ջրի երես հանել։ Նրանք այնտեղ չգտան չթողների բազա կամ քնած դինոզավրեր, բայց գտան կյանք։ Նմուշների մեջ հայտնաբերվել են ԴՆԹ բակտերիաներ, որոնք լիովին տարբերվում են նրանից, ինչ մենք սովոր ենք տեսնել։ Նրանցից ոմանք ջերմասերներ էին, ջերմասերներ։ Սա նշանակում է, որ տաք աղբյուրները պղպջակներ են լճի հատակին լիակատար մթության մեջ։ Այնտեղ խորքերում փակ էկոհամակարգ է։ Բակտերիաներն ապրում են քիմիական տարրերից առանց արևի կարիքի։ Այս բացահայտումը մեզ հույս տվեց։ Եթե Ոստոկ լճում կյանք կա, ապա այն կարող է լինել այլ մոլորակների ենթասառցադաշտային օվկիանոսներում։ Մենք փնտրում էինք հրեշներ, բայց գտանք ապացույց, որ մենք միայնակ չենք տիեզերքում։ Այնուամենայնիվ, եթե Ոստոկ լիճը թաքնված է տեսադաշտից, ապա հաջորդ օբյեկտը գտնվում է ուղիղ տեսադաշտում եւ նրա ձևն այնքան իդեալական է, որ շատ դժվար է հավատալ պատահականությանը։ 2016 թվականին համացանցը պայթեց։ Elsort լեռնաշղթայի Google Earth քարտեզներում օգտատերերը տարօրինակ բան են հայտնաբերել։ Սովորական ժայռերի ու ձյան հոսքերի մեջ մի սար կար, որը սխալ տեսք ուներ։ Այն ուներ կատարյալ բուրքի ձև։ 4 պարզ եզրեր, սուր վերև հարթ լանջեր։ Այն սարսափելի նման էր գիզայի բուրքերին, որոնք ծածկված էին միայն ձյունով։ Նկարները տարածվել են սոցիալական ցանցերում վերնագրերով։ Անտարկտիդայում հնագույն քաղաքակրթություն է հայտնաբերվել։ Նրանք անմիջապես հիշեցին այն լեգենդները, որ Անտարկտիդան ժամանակին կանաչ մայրցամաք է եղել, ինչը ի դեպ ճիշտ է։ Մարդիկ սկսեցին տեսություններ կառուցել։ Թերևս միլիոնավոր տարիներ առաջ այստեղ ապրել է մի բարձր զարգացած այս բուրքերը որպես էլեկտրակայաններ կամ տիեզերանավերի փարոսներ։ Դավադրության տեսության կողմնակիցները պնդում էին, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոնկրետ այս պահին թռել է Անտարկտիկա գտածոն ստուգելու համար։ Նրանք ինչ-որ բան գիտեն եւ մեզնից թաքցնում են, բղավում էին վերնագրերը։
Իսկ լուսանկարին նայելով իսկապես դժվար է ազատվել այն մտքից, որ բնությունը կանոն չի օգտագործում, ծայրերը չափազանց հարթ են։ Սակայն երկրաբանները նայելով նկարներին պարզապես ժպտացին։ Նրանք գիտեն, որ բնությունն ունի իր գործիքները եւ երբեմն ավելի ճշգրիտ են աշխատում, քան լազերները։ Այս երևույթը կոչվում է նունաթակ դաժայռոտ գագաթը, որը դուրս է գալիս սառցադաշտի մակերևույթից, իսկ բուրքի ձևը միլիոնավոր տարիների էրոզիայի արդյունք է։ Գաղտնիքը ցրտահարություն կոչվող գործընթացի մեջ է։ Ցերեկը, երբ արևը մի փոքր տաքանում է, ձյունը հալչում է եւ ջուրը մտնում է ժայռի ճեղքերը։ Գիշերը ջուրը սառչում է, ընդարձակվում եւ բառիզբուն իմաստով ներսից պատառոտում է քարը։ Տարիների ընթացքում այս ճեղքերը մեծանում են եւ ամբողջ կտորները թափվում են ժայռից։ Եթե ճեղքերը առաջանում որոշակի անկյան տակ, լեռը սկսում է ադամանդի նման կտրվածք ստանալ։ 4 երեսները պարզապես ժայռի բյուրեղյա վանդակավոր կառուցվածքի համընկնում են։ Իդեպ նման սարը միայն մեկ չէ։ Ալպերում գտնվող հանրահայտ Մատերոն լեռը նույնպես բուրքի տեսք ունի, բայց ոչ ոք չի ասում, որ այն կառուցել են փարավոնները։ Այսպիսով Անտարկտիդայի բուրգը գլուխգործոց է, որը ստեղծվել է քամու եւ սառույցի, այլ ոչ թե այլմոլորակային ստրուկների կողմից։ Բնությունը գիտի ինչպես զարմացնել երկրաչափությամբ։ Բայց եթե բուրգերը կարելի է բացատրել քամով, ապա ինչպես կարող ենք բացատրել այն, ինչ վերջերս տեսանք։ Վերջին գտածոն, որի մասին մենք կխոսենք, հակասում է պարզ բացատրությանը, քանի որ արմանիակային պատկերները ցույց են տվել մի առարկա, որը նման է ոչ թե բնության, այլ ինժեների ստեղծմանը։ Այսպիսով, մենք հասնում ենք մեր հետաքննության հիմնական ճաշատեսակին, այն նույն պատկերին, որն արդեն մի քանի շաբաթ հետապնդում է միլիոնավոր օգտատերերի։ Ի տարբերություն բուրգերի, որոնք դեռ լեռների տեսք ունեն կամ հնչյունների, որոնք կարելի է վերագրել քամուն, այս առարկան կարծես թե բացարձակապես տեղ չունի վայրի բնության մեջ։ Ամեն ինչ սկսվեց նագետների թիմը արփանյակային պատկերներ էր հավաքում արևելյան Անտարկտիդայի ամենահեռավոր հատվածներից մեկում։ Սա քարտեզի վրա դատարկ տեղ է, որտեղ մարդիկ գրեթե երբեք չեն հայտնվում։ Մոտակա կայարանը հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Տանցերիտ է բացարձակ մեռյալ լռություն։ Եվ հետո քաոսի ձյունաբլուրների եւ սառցե տարոսների մեջ հետազոտողները սարսափելի սիմետրիկ մի բան են նկատել։ Մոնիտորների վրա հայտնվեց մի առարկա, որը նման էր մութ հիանալի ուրվագծված քառակուսու։ Ոչ շրջան, ոչ օվալ, ոչ պատահական բլոտ։ Դա կատարյալ ուղիղ անկյուններով քառակուսի էր։ Կարծես ինչ-որ մեկը վերցրել էր հսկականոնը եւ դուրս քաշել սառույցը։ Գտածոյի մասշտաբները ապշեցրել են նույնիսկ թերահավատների ընտրով։ Հրապարակի յուրաքանչյուր կողմոտ 2 կամ երկարություն ուներ։ Մտածեք այս թվերի մասին։ 2 կիլոմետր ավելին է, քան Մոնակոյի իշխանության տարածքը։ Սա մի քանի անգամ ավելի մեծ է, քան Պենտագոնի շենքը։ Եթե դա շինություն լիներ, ապա կլիներ երկրի վրա երբևէ կառուցված ամենամեծ կառույցը։ Երբ մոտենում էինք, պատկերն ավելի տարօրինակ էր դառնում։ Հրապարակի ներսում տեսանելի էր բարդ կառույց։ Մակերեսը կետավոր էր հատվող գծերով, որոնք նման էին հսկա վանդակի կամ տրանսպորտային թունելների ցանցի։ Ուղեծրի բարձրությունից այն նման էր մոլորակային լիսերի մուտքին կամ հսկա ստորգետնյա բունկերի կափարիչի, որը չգիտես ինչու մոռացել էին քողարկել ձյունով։ Թվում էր, թե այս վայրի սառույցը կամ փլվել է, մերկացնելով հնագույն կառույցները կամ ընդհակառակը ինչ-որ հսկայական բան էր փորձում դուրս գալ։ Հենց որ կոորդինատները հանրությանը հասանելի դարձան, համացանցը վերածվեց փեթակի։ Հրապարակի վերլուծությամբ տեսանյութերը մի քանի ժամում միլիոնավոր դիտումներ են հավաքել։ Մարդիկ ոչ միայն զարմացան, այլ վախեցան։ Տեսականորեն նրանք մեկը մյուսի հետևից անձրև էին գալիս եւ յուրաքանչյուրն ավելի ֆանտաստիկ էր, քան նախորդ։ Ամենատարածված տարբերակը ժառանգության մասին էր։ Դավադրության տեսաբանները հիշել են հին լեգենդներ, որ անցյալ դարերականներին եվրոպական հայտնի մի ուժ ակտիվորեն ուսումնասիրել է այս տարածաշրջանը, ստեղծելով նոր Շվաբիայի հիմքը։ Ենթադրաբար նրանք գտել են տաք օդով ենթասառցադաշտային քարանձավներ եւ այնտեղ կառուցել ապաստան քաղաք։ Հրապարակը, ըստ այս տեսության կողմնակիցների, հիմնական դարպասն է, դարպաս, որով հակագրավիտացիա օգտագործող ինքնաթիռները կարող են դուրս թռչել։ Մարդիկ հրապարակի ներսում համեմատել են ժամանակակից օդանավակայանների գծագրերի հետ եւ սարսափելի զուգադիպություններ են հայտնաբերել։ Մեկ այլ տեսություն ասում էր, որ սա ոչ թե բազա է, այլ բանտ ավելի ճիշտ սարկոֆագ։ Ինչ կլինի, եթե Անտարկտիդայի սառույցի տակ ինչ-որ հին եւ վտանգավոր բան քնի, եւ այս հսկա լուկը միակ բանն է, որ խանգարում է այս արարածին արթնանալ։ Մենք հիշեցինք սառույցի մեջ հայտնաբերված նավերի ու օրգանիզմների մասին բոլոր սարսափ ֆիլմերը։ Կառույցը տեխնոլոգիապես չափազանց զարգացած տեսք ուներ բնական ձևավորում լինելու համար։ Կրակի վրա յուղ լցրեց պաշտոնյաների լռությունը։ Ոչ ՆԱՍԱ-ն, ոչ եվրոպական տիեզերական գործակալություն չէին շտապում մամուլի հաղորդագրություններ հրապարակել։ Դավադրության տեսաբանների համար սա լավագույն ապացույցն էր։ Իշխանությունները գիտեն, բայց լռում են, որպեսզի խուճապ չտարածեն։ Խոսակցություն Google-ը միտումնավոր ծածկում է այս տարածքը նոր քարտեզների վրա, նվազեցնելով պատկերի որակը։ Թվում էր, թե մենք հայտնագործության շեմին ենք, որը կփոխի պատմությունը։
Արհեստական միջամտության ապացույցը հենց մեր առջև էր մեր սմարթֆոնների էկրաններին։ Հրապարակը իրական էր, բոլորը տեսան։ Բայց իրականությունը ընկերներ շատ ավելի պրոզաիկ, բայց ոչ պակաս հետաքրքիր ստացվեց։ Այս առեղծվածի պատասխանը գտնվում է ոչ թե հատուկ ծառայությունների գաղտնի արխիվներում կամ հնագույն առասպելներում, այլ նրանում, թե ինչպես են մեր աչքերը ճշգրիտ աշխատում տիեզերքում։ Արփանյակներ, մենք հակված ենք պատկերացնել քարտեզը Google Earth-ում որպես հսկա տեսախցիկի մեկ սեղմումով արված մեկ անխափան լուսանկար։ Մեզ թվում է, թե արփանյակը տեսնում է երկիրը այնպես, ինչպես մենք տեսնում ենք սեղանին դրված խնձորը, բայց սա պատրանք է։ Արփանյակային քարտեզը ըստ էության հսկա թվային ծածկոց է։ Արփանյակները, ինչպիսիք են Landsat-ը, պտտվում են եւ սկանավորում մակերեսը նեղ շերտերով։ Նրանք հազարավոր եւ հազարավոր նկարներ են անում, հաճախ օրվա տարբեր ժամերին տարբեր լուսավորության ներքո եւ տարբեր անկյուններից։ Այնուհետև երկրի վրա հզոր սուպերհամակարգիչները վերցնում են այս տերաբայթ տարբեր տվյալներ եւ փորձում դրանք միացնել մեկ կտորի մեջ։ Այս գործընթացը կոչվում է խճանկար։ Ծրագիրը պետք է միանա պատկերների եզրերին, հավասարեցնի գույները, հեռացնի ամպերը եւ հարթի անցումները։ Երբեմն շատ հազվադեպ այս համակարգը ձախողվում է։ Այդ նույն քառակուսին ֆիզիկական օբյեկտ չէ, այն թվային ուրվական է։ Քարտեզագրության մեջ դա կոչվում է fusion artifact կամ order rectification error։ Ուշադիր նայեք այս հրապարակի սահմաններին։ Նրանք չափազանց կատարյալ են։ Բնության մեջ չկան լույսի եւ ստվերի նման կտրուկ անցումներ երկու կմտի վրա առանց նվազագույն թեքության։ Այն, ինչ մենք տեսնում ենք, տվյալների կորցրած բլոկ է։ Արփանյակը կարող է 1 վայրկյանով կորցրել կապը փաթեթ փոխանցելիս, կամ սենսորը կարող է գերբեռնված լինել ձյան չափազանց պայծառ շողերի պատճառով։ Արդյունքում վնասվել է խճանկարի մի կոնկրետ հատված։ Ասեմբլեր ծրագիրը չգտնելով ավելի լավ տարբերակ, պարզապես տեղադրեց այս կոտրված կտորը քարտի վրա կամ փորձեց լրացնել դատարկությունը, կրկնօրինակելով հարևան պիքսելները։ Եվ այդ նույն կառույցներն ու թունելները հրապարակի ներսում պարզապես թվային աղմուկ են, հատիկ, որը մեր ուղեղն է, որը հակված է ծանոթ պատկերներ փնտրելու։ Այս էֆեկտը կոչվում է պարիդոլիա վերածված պատերի ու միջանցքների։ Մեկ այլ կարևոր կետ արևն է։ Անտարկտիդայում արևը միշտ ցածր է հորիզոնից։ Սա ստեղծում է շատ երկար խորը ստվերներ։ Ցանկացած նույնիսկ ամենափոքր անկանոնությունը երկու արփանյակային պատկերների հանգույցում կարող է ստվեր գցել, որը ուղեցրից կհայտնվի որպես հսկա պատ կամ ձախողում։ Եթե նայենք նույն վայրի նկարները, որոնք արվել են մեկ այլ արփանյակի կողմից տարբեր ժամանակներում, ապա կախարդանքն անհետանում է, հրապարակը անհետանում է։ Նրա տեղում մենք տեսնում ենք սովորական ձանձրալի սպիտակ ձյան դաշտը։ Ոչ բունկերներ, ոչ լյուկեր, ոչ մուտքեր դեպի սնամեջ երկիր։ Միայն քամին, որը ձյան փոշին քշում է սառցե անապատով։ Սա հիասթափեցնող է։ Միգուցե, մենք բոլորս ուզում ենք հավատալ, որ ինչ որտեղ այնտեղ գաղտնի աշխարհներ կան, բայց մյուս կողմից դա մեզ մի կարևոր դաս է հիշեցնում։ Մի հավատացեք այն ամենին, ինչ տեսնում եք էկրանին։ Երբեմն մահճակալի տակ գտնվող հրեշը պարզապես աթոռի ստվերն է, իսկ այլմոլորակայինների հիմքը պարզապես կոդի սխալ է։ Հնարավոր է, որ դուք հիմա մի փոքր հիասթափված եք։ Պարզվեց, որ բուրքերը պարզապես լեռներ են, արյունոտ ջրվեժը ժանգոտվել է, իսկ հսկա բունկերը համակարգչային սխալ է։ Բայց մտածեք այս մասին. արդյոք սա Անտարկտիդան պակաս զարմանալի է դարձնում։ Մենք ապրում ենք մի մոլորակի վրա, որտեղ ջուրը կարող է հոսել 0-ից ցածր ջերմաստիճանում եւ կարմիր լինել ինչպես արյունը։ Այնտեղ, որտեղ լեռները կարող են սառույցի մեջ պահվել միլիարդ տարի, ինչպես Սառցախցիկում, որտեղ սառցադաշտերը երգեր են երգում, իսկ բակտերիաները ապրում են կատարյալ մթության մեջ, սնվելով ժայռեր։ Մեզ զարմանալու համար այլմոլորակայիններ պետք չեն։ Իրական աշխարհը ֆիզիկայի եւ կենսաբանության օրենքները ստեղծում են պատմություններ, որոնք ավելի սառն են, քան ցանկացած գերարվեստական շարունակում է մնալ երկրի ամենաառեղծվածային վայրը։ Եվ նույնիսկ եթե մենք այսօր այնտեղ չթոյի բազա չգտանք, ով գիտի, թե ինչ կբացահայտվի մեզ վաղը, երբ սառույցը մի փոքր էլ նահանջի։ Շնորհակալություն մեզ հետ այս սառը ճանապարհորդության համար։ Եթե ձեզ մի փոքր ավելի տաք եք զգում նոր գիտելիքներից։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, քանի որ աշխարհում դեռ շատ գաղտնիքներ կան, որոնք մենք պետք է բացահայտենք։ Կհանդիպենք։